Ինչպես խելառը փրկեց կախարդված 7 եղբայրների։ Լատիշական հեքիաթ։ Լինում է մի թագավոր։ Նա ունենում է մի շատ ընդարձակ մարգագետին։ Ու նրա մարգագետիններից ամեն գիշեր մի բարդոց խոտ է կորչում։ Թագավորը մի գյուղացու հրամայում է հսկել խոտը, իսկ այդ գյուղացին 3 տղա է ունենում։ Երկուսը խելոք, երրորդը խելառ։ Գյուղացին ինքը չի գնում խոտը հսկելու, ուղարկում է իր տղաներին։ Սկզբում խելոք տղաներն են ամեն մեկը մի գիշեր հսկում խոտը, բայց դե լավ չեն կարողանում հսկել, բարդոց խոտն էլի կորչում է։ Երրորդ գիշերը խելառն է գնում մարգագետին, գալիս է ու սպասում։ Մեկ էլ մոտ է վազում մի փոքրիկ մուկ, ասում է. «Բարձրացիր պարկիր բարդոցի գլխին, մի մեծ ձի կգա ու կսկսի խոտ ուտել, իսկ դու բռնիր նրա բաշից ու էլ բաց մի թողնի»։ Խելառը բարձրանում է բարդոցի գլխին ու սպասում։ Եվ իսկապես, շուտով գալիս է մի մեծ ձի և սկսում է խոտ ուտել։ Բարդոցն արագ պակասում է, ու երբ խոտն արդեն քիչ էր մնացել, խելառը բռնում է ձիու բաշից ու թռչում նստում նրա գավակին։ Ձին քամու պես սուրում է երկինք, բայց խելառը պինդ էր բռնել նրան։ Վերջապես ձին կանգ է առնում և հարցնում. «Ինչ ես կպել ինձնից»։ «Բա ինչու ես դու իմ խոտը ուտում»։ «Ինչու եմ ուտում։ Դե մի բան պիտի ուտեմ, թե չէ։ Մենք կախարդված 7 եղբայրներ ենք, և ուր էլ որ մեզ ուղարկում են, այնտեղ էլ պիտի գնանք։ Խոստացիր, որ 7 տարի կլռես այս երեկո տեսածիդ մասին, և այդ ժամանակ 7 տարի հետո մենք 7-ս էլ փրկված կլինենք»։ «Լավ», խոստանում է նրան խելառը։ Ձին նորից խելառին ետ է բերում խոտի բարդոցի մոտ, իսկ այն բանի համար, որ խելառը խոստացավ 7 տարի լռել, ձին նրան տալիս է 3 սանձ՝ արծաթե, ոսկե և ադամանդե։ Ասում է. «Վերցրու այս սանձերը, հենց որ քեզ մի բան պետք լինի, թափահարիր սանձերն ու դու ամեն ինչ կունենաս»։ Այդ օրվանից խոտը էլ չի կորչում։ Հայրը պատմում է, որ խելառն է հոտը պահպանել։ Թագավորն ուրախանում է և խելառին տանում իր պալատը։ Լավ էր ապրում թագավորի պալատում խելառը, երբ ուզում աշխատում էր, իսկ որ ուզենար, օրերով գործ չէր անի, ոչ ոք նրան չէր ստիպի։ Բայց մի անգամ խելառի մտքով անցնում է սանձերը թափահարել, դե որ տեսնի դրանցից ինչ դուրս կգա։ Հենց որ թափահարում է արծաթե սանձը, իսկույն հայտնվում է արծաթե ձին, մաքուր արծաթով լիքը մի պարկ մեջքին։ Խելառը թռչում է ձիու գավակը, 3 անգամ պտտվում թագավորի այգու 4 կողմը և այգով մեկ ցրում արծաթը։ Այգին իսկույն փայլփլում է արծաթով։ Հետո ձիուն տուն է թողնում, իսկ ինքը գնում է թագավորի այգեպանի մոտ, որը քնած էր ճաշից հետո։ Արթնացնում է նրան։ Այգեպանը տրորում է աչքերն ու հարցնում. «Այ, ինչ ես ուզում»։ Իսկ խելառը մատով ցույց է տալիս այգին ու ասում է. «Ինչ է փայլում այնտեղ, ինչ-որ բան է փայլփլում, չես տեսնում»։ Այգեպանը տեսնում է փայլը ու վախեցած վազում է թագավորի մոտ, պատմում, թե ինչ է եղել այգում։ Թագավորն ու բոլոր պալատականները անմիջապես վազում են այգի, արծաթե խնձորներ քաղելու։ Միայն թագավորի փոքր աղջիկը չի վազում։ Նա մնում է խելառի սենյակում։ Բայց թագավորը միայն 1 խնձոր է կարողանում քաղել, իսկ երբ որ ուզում է մյուս խնձորներին հասնել, նրանք իսկույն վեր են բարձրանում ու անհետանում։ Արծաթե խնձորը թագավորը տալիս է իր մեծ աղջկան ու պատվիրում է հաջորդ օրը հյուրեր կանչել, որպեսզի ցույց տա նրանց հրաշալի այգին։
Միայն թե մյուս օրը հնարավոր չէր արծաթե այգիով հիանալ։ Գիշերը խելառը 3 անգամ թափահարում է արծաթե սանձը, կանչում է արծաթե ձիուն և 3 անգամ պտտվում այգու 4 կողմը։ Եվ երբ նա 3-րդ անգամ է պտտվում, ամբողջ արծաթն անհետանում է։ Առավոտյան ամեն կողմից շատ հյուրեր են գալիս, բայց թե ոչ մի արծաթե այգի էլ չեն տեսնում։ Թագավորը տխրում է, որ ակամա խաբել է հյուրերին, և որպեսզի նրանք մի հաճույք ստանան, ահա թե ինչ է մտածում։ Հայտարարում է, որ իր մեծ աղջիկը պետք է փեսացու ընտրի հավաքվածների միջից։ Այդպես էլ լինում է։ Մեծ աղջիկը վերցնում է արծաթե խնձորն ու տալիս հյուրերից մեկին։ Թագավորն իսկույն նրան հրամայում է պսակվել իր մեծ աղջկա հետ։ Անցնում է բավական երկար ժամանակ։ Խելառը նորից թափահարում է սանձը, այս անգամ ոսկե սանձը։ Հայտնվում է ոսկե ձին և բերում մի պարկ ոսկի։ Խելառն իսկույն թռչում է ձիու գավակը և 3 անգամ պտտվում է այգու շուրջը ու ամբողջ ոսկին ցրում է այգով մեկ։ Նույն վայրկյանին այգին փայլփլում է ոսկու պես։ Խելառը ձիուն բաց է թողնում։ Ինքը գնում է թագավորի այգեպանի մոտ, որը քնել էր ճաշից հետո, արթնացնում է նրան և ասում. «Էն ինչ է փայլփլում, ինչ է, չես տեսնում»։ Այգեպանը տեսնում է ոսկու փայլը, վախենում է, վազում է թագավորի մոտ ու պատմում, թե ինչ է կատարվում այգում։ Թագավորն ու բոլոր պալատականները վազում են ոսկե խնձոր քաղելու։ Միայն թագավորի փոքր աղջիկը չի գնում։ Նա նորից մնում է խելառի սենյակում։ Բայց թագավորը կարողանում է քաղել միայն մի ոսկե խնձոր։ Իսկ հենց որ ձգվում է, որ նորից խնձոր քաղի, խնձորները վեր են բարձրանում և անհետանում։ Թագավորը ոսկե խնձորը տալիս է միջնեկ աղջկան և պատվիրում մյուս օրը կանչել հյուրերին, որ ցույց տա նրանց զարմանահրաշ հրաշքը՝ ոսկե այգին։ Բայց մյուս օրը ցույց տալու բան չի լինում։ Գիշերը խելառը նորից է թափահարում իր սանձը, կանչում է ոսկե ձիուն, 3 անգամ պտտվում է այգու շուրջը և երբ նա 3-րդ շրջանն է կատարում, այգում հանգչում է ոսկե փայլ։ Առավոտյան ամեն կողմից հյուրեր են գալիս, բայց այգում արդեն ոսկի չի լինում։ Թագավորը շատ է տխրում, որ ակամա նորից խաբել է հյուրերին, և որպեսզի նրանց մի հաճույք պատճառի, մտածում է ահա թե ինչ։ Հայտարարում է, որ իր միջնեկ աղջիկը այսօր պիտի իրեն փեսացու ընտրի հյուրերի միջից։ Այդպես էլ լինում է։ Միջնեկ աղջիկը վերցնում է ոսկե խնձորը և նվիրում հյուրերից մեկին։ Թագավորն իսկույն հրամայում է նրան առաջ գալ և պսակվել իր աղջկա հետ։ Անցնում է մի քանի տարի, ու մի անգամ խելառը թափահարում է իր ադամանդե սանձը։ Հայտնվում է ադամանդե ձին և բերում է մի պարկ ադամանդ։ Խելառը նստում է ձիու գավակին, 3 անգամ պտտվում թագավորի այգու 4 բոլորը և ադամանդները ցրում այգով մեկ։ Նույն ակնթարթում այգին շողշողում է ադամանդի հազարավոր փայլերով։ Խելառը ձիուն բաց է թողնում, իսկ ինքը գալիս է թագավորի այգեպանի մոտ և ասում. «Ինչ է փայլփլում ախր էնտեղ, չես տեսնում»։ Այգեպանը տեսնում է, որ ամբողջ այգին շողշողում է, վախենում է, վազում է թագավորի մոտ ու պատմում։ Թագավորն ու բոլոր պալատականները իսկույն վազում են այգի, որ ադամանդե խնձորներ քաղեն։ Եվ միայն թագավորի փոքր աղջիկը չի գնում, նա նորից մնում է խելառի սենյակում։ Թագավորը կարողանում է քաղել միայն մի ադամանդե խնձոր, իսկ մնացած խնձորները իսկույն վեր են բարձրանում ու անհետանում։ Թագավորը ադամանդե խնձորը բերում է պալատ, տալիս է փոքր աղջկան և հրամայում մյուս օրը կանչել հյուրերի, թող տեսնեն, զարմանան։ Բայց մյուս օրն արդեն ադամանդե այգին չի լինում։
Գիշերը նորից խելառը թափահարում է իր ադամանդե սանձը, կանչում ադամանդե ձիուն և 3 անգամ պտտվում թագավորի այգու շուրջը։ Երբ երրորդ պտույտն է գործում, այգում հանգչում է ադամանդե փայլը։ Առավոտյան բազում հյուրեր են գալիս, բայց նրանց չի վիճակվում տեսնել ադամանդե այգին, ոչ մի ադամանդ արդեն չի լինում։ Թագավորը շատ է տխրում։ Տխրում է, որ ակամայից խաբել է հյուրերին, և որպեսզի մի հաճույք պատճառի նրանց, հրամայում է, որ այսօր իր փոքր աղջիկը պետք է հյուրերի միջից փեսացու ընտրի։ Նրա փոքր աղջիկը վերցնում է ադամանդե խնձորը, բայց ոչ ոքի չի տալիս։ Հյուրերից ոչ մեկը դուր չի գալիս նրան։ Թագավորը հրամայում է կանչել պալատում եղած բոլոր մարդկանց։ Խելառն էլ է գալիս։ Աղջիկը տեսնում է խելառին և խնձորը տալիս նրան։ Զայրանում է թագավորը աղջկա վրա։ Այդ ում ես ընտրում, ում, խելառին։ Բայց դե ինչ կարող էր անել, ստիպված է լինում պսակել նրանց։ Բայց մեծ փեսաները ոչ մի կերպ չեն ուզում խելառի հետ բարեկամանալ։ Թագավորին հրամայում են, որ նա խելառին ու իր փոքր աղջկան ուղարկի աչքից հեռու մի տեղ։ Լսում է նրանց թագավորը և խելառին հրամայում է ապրել պալատից հեռու, իր թագավորության ամենախուլ տեղում։ Խելառն իր կնոջ հետ ապրում է այնտեղ, մի խղճուկ խրճիթում։ Բայց մեծ փեսաներին դա էլ է շատ թվում։ Որոշում են նրանք խելառին ու նրա կնոջը վերացնել աշխարհի երեսից։ Մի անգամ թագավորին ասում են, թե գնում են որսի։ Թագավորն ուզում է ծառաներ տալ նրանց, բայց փեսաները ասում են. Չէ, մենք ուզում ենք գոնե մի անգամ 2-ով գնալ որսի։ Խաբեբա փեսաները որսի չէին գնում, այլ գնում էին խելառի և նրա կնոջ մոտ։ Կանչում են խելառին, տանում են իրենց հետ որսի, ախր որոշել էին անտառում սպանել նրան։ Խեղճ խելառը իր ձիով գնում է նրանց ետևից ու ոչ մի վատ բան չի մտածում։ Իսկ նրանց ճանապարհն անցնում էր մի մեծ լճի մոտով։ Ճահճի մոտ փեսաները կանգնեցնում են իրենց ձիերը, խելառին հրում գցում են ձիուց ճահճի մեջ, իսկ իրենք իսկույն ետ են սլանում։ Գնում են ու ուրախանում, որ վերջապես կործանեցին խելառին։ Իսկ խելառը բոլորովին էլ չէր խեղդվել։ Նա իսկույն թափահարում է արծաթե սանձը, հայտնվում է արծաթե ձին, հանում է նրան ճահճից և 1-2 նրան բերում է ուղիղ իր կնոջ մոտ։ Կինը զարմանում է և հարցնում. Որտե՞ղ ես այսպես կեղտոտվել։ Ավելի լավ է տուր շորերս փոխեմ, պետք է գնամ փեսաներից դիմավորեմ։ Նոր էր նա դարպասներից դուրս եկել, հանկարծ չգիտես որտեղից արծաթե ձիու կողքին հայտնվում են 2 մեծ շուն։ Խելառը հանդիպում է իր հյուրերին։ Շատ են զարմանում փեսաները, երբ տեսնում են արծաթե ձիուն և սկսում են խելառին համոզել, որ շներին ծախի իրենց։ Ձեր նշանի մատանիները տվեք ինձ, ասում է խելառը, և մեկ էլ խոստացեք, որ 9 օր շներին ոչ մի տեղ բաց չեք թողնի, այդ ժամանակ միայն շներին կծախեմ։ Փեսաները տալիս են մատանիները և խոստանում 9 օր շներին դուրս չթողնել։ Առավոտ շուտ փեսաները նորից են հայտնվում ու նորից են խելառին համոզում իրենց հետ որսի գնալ։ Համաձայնվում է խելառը։ Հենց որ նրանք անցնում էին ճահճի մոտով, փեսաները կանգնում են, խելառին նորից հրում գցում ճահիճը։ Բայց խելառը թափահարում է ոսկե սանձը և կանչում ոսկե ձիուն։ Ձին խելառին դուրս է հանում ճահճից և 1-2 ուղիղ բերում է կնոջ մոտ։ Զարմանում է կինը, հարցնում է. Որտեղ ես նորից այսպես կեղտոտվել։ Ինչ ասես, որ չի պատահի որսի ժամանակ, պատասխանում է խելառը։ Ավելի լավ է շորերս փոխեմ և գնամ հյուրերին դիմավորեմ։
Կինը նոր շորեր է տալիս նրան։ Խելառն արագ փոխում է շորերը, նստում ոսկե ձին եւ գնում փեսաներին դիմավորելու։ Նոր էր դուրս եկել դարպասներից, մեկ էլ չգիտես որտեղից ոսկե ձիու կողքերին հայտնվում են երկու մեծ գայլ։ Խելառը դիմավորում է փեսաներին։ Շատ են զարմանում փեսաները տեսնելով ոսկե ձիուն։ Սկսում են խելառին համոզել, որ գայլերին վաճառի իրենց։ Դե ինձ տվեք ձեր հարսանիքի օրը ստացած խնձորները եւ խոստացեք 9 օր գայլերին դուրս չթողնել։ Այդ ժամանակ կծախեմ նրանց։ Փեսաները խոստանում են 9 օր գայլերին դուրս չթողնել։ Երրորդ օրը փեսաները նորից են հայտնվում եւ նորից են համոզում խելառին իրենց հետ որսի գնալ։ Խելառը համաձայնում է։ Իսկ որս անելու ժամանակ փեսաները խելառին հրում են ժայռի միջև եղած խոր ճեղքի մեջ։ Այ հիմա արդեն, մտածում են նրանք, խելառի վերջը հաստատ եկավ։ Բայց խելառը չի մահանում։ Նա իսկույն թափահարում է ադամանդե սանձը եւ կանչում ադամանդե ձիուն։ Ադամանդե ձին հանում է խելառին խոր ճեղքից եւ բերում ուղիղ կնոջ մոտ։ Նորից շորերդ պատառոտված են, գոռում է կինը։ Դե ինչ անեմ, ինչ ասես, որ չի պատահում որսի ժամանակ, պատասխանում է խելառը։ Բեր շորերս փոխեմ, գնամ փեսաներից դիմավորեմ։ Կինը նրան նոր շորեր է տալիս։ Խելառն արագ հագնվում է, նստում է իր ադամանդե ձին եւ գնում փեսաներին դիմավորելու։ Նոր էր նա դարպասներից դուրս եկել, երբ ադամանդե ձիու կողքին հայտնվում են երկու մեծ արջ։ Փեսաները շատ են զարմանում տեսնելով ադամանդե ձիուն։ Սկսում են խելառին համոզել, որ իրենց ծախի արջերին։ Տվեք ինձ ձեր այն շապիկները, որոնցով պսակվել եք, ասում է խելառը, ու խոստացեք, որ 9 օր դուրս չեք թողնի արջերին, այդ ժամանակ կծախեմ։ Փեսաները խոստանում են։ Խելառը վերցնում է նրանց պսակի շապիկները եւ գալիս կնոջ մոտ։ Իսկ փեսաները գնում են թագավորի մոտ ու բողոքում, որ խելառը վերցրել է իրենց նշանի մատանիները, հարսանիքի օրը ստացած խնձորները եւ պսակի շապիկներ։ Թագավորը շատ է զայրանում, հրամայում է իր մոտ բերել խելառին։ Բայց խելառը չի շտապում գալ թագավորի մոտ։ 9-րդ օրը կգամ, ասում է նա։ Իսկ երբ գալիս է 9-րդ օրը, խելառը պատրաստվում է ճանապարհ ընկնել։ Նոր էր նա դուրս եկել դարպասներից, երբ նրան ընթառաջ են գալիս 7 արքայազը, հագած արծաթե, ոսկե, ադամանդե զգեստներ։ Խելառը չի ճանաչում նրանց, իսկ արքայազունները միանգամից ճանաչում են նրան։ Դուրս են գալիս կառքից ու ասում. Շնորհակալություն, որ դու 7 տարի լռեցիր։ Հիմա մենք փրկված ենք։ Մեզնից նվեր ընդունիր այս ադամանդե կառքը եւ այս 6 ադամանդե ձիերը։ Խելառը վերցնում է թանկագին նվերը, վերադառնում է տուն եւ ամեն ինչ պատմում է կնոջը։ Հետո նրանք երկուսով նստում են կառք եւ գալիս թագավորի մոտ։ Մոտենում են նրանք թագավորի պալատին եւ նրանց կառքից ու ադամանդե ձիերի փայլից շողշողում է ողջ պալատը։ Թագավորը տեսնում է այդ հրաշքը, բայց ցույց չի տալիս իր զարմանքը եւ սկսում է նախատել խելառին։ Ինչու ես խաբել փեսաներիս։ Ինչու ես վերցրել նրանց մատանիները, խնձորները, շապիկները։ Ես եմ խաբել։ Ես եմ խաբել նրանց, զարմանում է խելառը։ Ախր նրանք իրենք են ծախել գազանների դիմաց։ Ինչ գազաններ, զարմանում է թագավորը։ Դե այն գազանների, որոնց քո սիրելի փեսաները փակի տակ են պահում։ Այ քեզ բան, ապա բաց թողեք նրանց, հրամայում է թագավորը։ Փեսաները վազում են գազաններին բաց թողնելու, բայց հենց որ գազաններին բաց են թողնում, նրանք իսկույն հարձակվում են փեսաների վրա եւ պատառ անում։
Ու այդ ժամանակ արդեն Խելառն ամեն ինչ պատմում է թագավորին, թե ինչպես է ինքը հսկել խոտը, ինչպես է լռել 7 տարի, ինչպես է փրկել 7 եղբայրներին և ինչպես են փեսաներն ուզեցել սպանել իրեն։ Թագավորը լսում է նրան ու ներողություն խնդրում։ Ներողություն է խնդրում, որ ճնշել է Խելառին։ Այդ ժամանակից սկսած Խելառը ապրում է ուրախ ու երջանիկ։ Իսկ երբ թագավորը մահանում է, նա դառնում է թագավոր և սկսում թագավորել։